Այսօր տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը գործադիրը հաստատել է պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագիրը։ Հիմնականում նրա գործառույթը լինելու է հետևյալը. վերհանել այն ճյուղերը, որոնք ամենաշատն են տուժել կամ հնարավոր է որ տուժեն տվյալ տարում արտաքին գործոնների ազդեցության տակ եւ այդ ճյուղերին իրականացնել աջակցություն։ Սա կարծում եմ ավելի թիրախավորված եւ արտադրողի եւ արտահանման համար լուրջ հնարավորություն կարող է լինել, որպեսզի պահպանեն իրենց դիրքերը արտաքին շուկայում։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով։ Որոշմամբ սահմանվել է նաև, որ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի 1 տարին լրանալուց հետո ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25,000 դրամը։ Ընդ որում ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ընդունված որոշման արդյունքում շուրջ 13500 ընտանիք իրավունք կստանա 2016 թվականի ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը ամսական 25000 դրամի չափով։ Կարևորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ այն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, քանի որ քաղաքացիները փորձում են տարբեր ճանապարհներով այդ գումարները ստանալ կանխիկ։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է նաև մայրության նպաստը բացառապես անկանխիկ եղանակով վճարելու վերաբերյալ որոշում։ Կառավարության նիստի ավարտից հետո ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ամփոփելով 2015 թվականը նշեց, որ հարկային եկամուտների պլանը նախորդ տարի թերակատարվել է։ Չնայած հարկերի թերակատարմանը կառավարությանը հաջողվել է ամբողջ ծախսային պարտավորությունները կատարել։ Հարցադրմանը թե վարկերի հաշվին է կատարվել, փոխնախարարը արձագանքեց։ Այո, կատարվեց հետևյալ վարկերի հաշվին, ծախսերի ավելի օպտիմալ կատարման հաշվին, որովհետև բացի վարկերից, որը լրացուցիչ աղբյուր հանդիսացան այդ ծախսերը կատարելու, նաև որոշակի ծախսեր չկատարվեցին, դրանք ոչ աշխատավարձային, ոչ սոցիալական ծախսեր էին։ Մոտավորապես 80 միլիարդի շուրջ հարկեր չկատարվեց, սակայն դուք գիտեք, որ մենք ստացանք վարկ մոտ 48 միլիարդ, մենք ստացանք լրացուցիչ եկամուտներ 4 միլիարդ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադառնալով տնտեսության վիճակի վատ թարացմանը նշեց, որ պետք է հաշվի առնել այն ազդեցությունները, որոնք կրել է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 2015 թվականի ընթացքում։ Ճշմարիտյանն անդրադարձավ նաև կառավարության հայտարարությանը, համաձայն որի Հայաստանի կառավարությունը դիմել է ռուսական կողմին ավելի էժան գազ ձեռք բերելու համար։ Կարծում եմ, որ այստեղ աներկբա է, որ էներգակիրների գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի, ոչ միայն գազի, նաև մնացած էներգակիրների, որի հետ կապված է նաև եւ էլեկտրաէներգիայի գինը, գիտեք, այստեղ բազմաթիվ անգամ մեկնաբանվել է եւ կարծում եմ այստեղ իհարկե մեր տնտեսվարողների համար, մանավանդ նրանց համար, ովքեր գազի մեծ սպառողներ են եւ նաեւ էլեկտրաէներգիայի մեծ սպառողներ են, այդ հնարավորությունը չօգտագործելը կամ չփորձելը կարծում եմ այնքան ճիշտ չէր լինի։ Հարցին թե ինչու կառավարությունը չի հրաժարվում ռուսական գազից եւ էժան գազ ստանալու համար դիմում Իրանին, նախարարը պատասխանեց. Դրանք բանակցությունների թեմաներ են, դրանք երկուսն էլ մեր գործընկեր երկրներ են, մանավանդ գիտեք, որ Իրանից հիմա հանվում են որոշակի պատժամիջոցները եւ Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծում, դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար։